Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Հաղվերդյանետ իմ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի ջերմ արկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով Եվ այժմ սիրելիներս, ինչպես եւ ես խոստացել էի, շարունակում ենք վերլուծել հունիսի 7-ի պարլամենտական ընտրությունների թեկնածությունների աստղային քարտեզները եւ նրա հավանականությունը վերլուծել նրանց ընտրվելու հավանականությունը ընտրական շեմ հաղթարելու հավանականությունը Քանի որ բազմաթիվ հարցեր եք ինձ ուղղել ես նախորդ տեսանյութում ներկայացրել եմ հզոր ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, այդ դաշինքը համար 3 ընտրացուցակում նրա առաջնորդի Սամվել Կարապետյանի աստղային քարտեզն ենք վերլուծել նախորդ տեսանյութում, վերլուծել եմ նաև Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հորոսկոպների ընդհանրությունները, տարբերությունները, այսինքն աստղային համատեղելիությունը, նաև այդ երկու քաղաքական գործիչների հունիսի 7-ի հետ կապված նրանց հաջողությունն են վերլուծել եւ բավականին մեծ արձագանք ստացավ շատ այսպես կայծակնային եւ անհասկանալի եւ անկանխատեսելի ձևով այդ տեսանյութը բավականին շատ հարցեր եք ինձ ուղում տարբեր քաղաքական ուժերի հետ խնդրում այդ վերլուծությունը անցկացնել, որքանով է հավանական այս կամ այն ուժի ընտրվելը եւ այդ ընտրական շեմի հաղթահարումը եւ 9-րդ գումարման ազգային ժողով մտնելը իսկապես շատ այսպես բավականին պրովոկացիոն եւ բավականին ինտենսիվ է ընթանում ընտրական մրցապայքարը եւ գալիք շաբաթվա ընթացքում կարծում եմ հասնելու է իր պիկին այդ քարոզարշավը հասնելու է իր գագաթնակետին եւ ամեն տեսակ անկանխատեսելի զարգացումներ հավանական են գալիք շաբաթ ասելով ես նկատի ունեմ մայիսի 18-ից մինչև 24 ընկած ժամանակահատվածում, ինչու որովհետև այդ ժամանակ Արեգակը կմիանա Ուրան մորակի հետ, դա տեղի կունենա արդեն կսկսվի մայիսի 21-ից, երբ Արեգակը հենց առավոտյան, վաղ առավոտյան մուտք կգործի երկորյակներ կենդանակերպ եւ անմիջապես կհանդիպի այնտեղ Ուրան մորակին, որը դեռևս ապրիլի 26-ին մուտք էր գործել երկորյակներ եւ 7 տարի շարունակ հենց այնտեղ էլ կմնա իսկ արևի եւ Ուրանի միությունը դա ամեն տեսակ անկանխատեսելի զարգացումների մասին է խոսում ճիշտ ասած ես երբևէ չեմ հանդիպել ես վաղուց եմ զբաղվում քաղաքական գործիչների աստղային քարտեզների վերլուծությամբ դեռևս 90-ական թվականներից երբ սկսել եմ հետաքրքրվել եւ խոր ուսումնասիրել մասնագիտական մակարդակով ուսումնասիրել աստղաբանությունը այդ ժամանակվանից ի վեր ես պետք է ասեմ որ շատ հետաքրքրվել եմ նաեւ մեր քաղաքական գործիչներով եւ նրանց աստղային քարտեզները գրեթե բոլորի վերլուծել եմ բայց երբեք չեմ հանդիպել արևի եւ Ուրանի միությանը որևիցե աստղային քարտեզում եւ հետաքրքրականն այն է որ այդպիսի միություն կա Տրամպի մոտ Դոնալդ Տրամպի մոտ Արեգակը միացած է Ուրանի հետ երկորյակներում կրկին եւ ուստի ես ենթադրեցի որ արևի եւ Ուրանի այդ միությունը շատ ճակատագրական կլինի նաեւ ԱՄՆ-ի համար այսինքն գալիք շաբաթ բական ճակատագրական է լինելու նաեւ այդ խոշոր աշխարհակալ ռազմաքաղաքական կենտրոնների ճակատագրի հետ կապված թե Ռուսաստանի հետ ինչու որովհետեւ Ռուսաստանը նույնպես երկվորյակ է Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը 1990 թվականի հունիսի 12-ին այս ներածական այսպես ասած խոսքի համար ինձ կներեք բայց շատ կարեւոր է դա ֆիքսել որպես մենք հասկանանք թե ինչպիսի գործընթացների քաղաքական եւ ռազմաքաղաքական համաշխարհային գործընթացների ֆոնին է տեղի ունենում այս ընտրարշավը, հա, Հայաստանում Եվ նույնպես Ռուսաստանի անպայման դա
ազդելու է եւ ամենաանկանխատեսելի վտանգավոր զարգացումներն են հնարավոր, որտեղ նաեւ ուրանը անցնելու է Ռուսաստանի Դաշնության արեգակի վրայով, հա, վաղ թե ուշ, եւ իսկ ԱՄՆ-ում արդեն այդ գործընթացները սկսել են, մենք տեսնում ենք դա։ Եվ ես նաև գիտեք շատ, քանի որ վերլուծել եմ նաև բոլոր նախագահների շատ խորքային ձևով Հայաստանի Հանրապետության բոլոր 3 նախագահների աստղային քարտեզները, հատկապես ունեմ նաև շատ խորքային, շատ լուրջ վերլուծություն Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աստղային քարտեզի հետ կապված, դուք կարող եք դիտել, ես անպայման խորհուրդ եմ տալիս դիտեք այդ վիդեոն, շատ հետաքրքիր վիդեո է եւ այնտեղ ես վերլուծում եմ Լևոն նույնն էլի Լևոն Տեր-Պետրոսյանի աստղային քարտեզը եւ շատ հետաքրքիր է ինչ ես նկատեցի այս գործընթացների հետ կապված։ Տեսեք, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության, նույնպես ուրանը մտել էր այդ Սիերջուր, սիրելի բարեկամներ, արդեն։ Իհարկե, ուրանը մուտք գործեց այդ Սիերջուր դեռևս 1988 թվականին տեղ ունեցավ այդ սարսափելի երկրաշարժը եւ բոլոր այդ աղետները, այսպես ասած, առատորեն թափեցին հայ ժողովրդի գլխին, թե ինչ որ այդ կոտորածները Ադրբեջանում Բաքվի ջարդերը եւ Սումգայիթի ջարդերը Ղարաբաղյան շարժումը, որ սկսեց 1988 թվականից, այդ ամենը պայմանավորված էր ուրան մորակի մուտքով հենց այդ Սիերջուր եւ դա նաեւ եթե դիտել եք իմ գիրակնորյա եթերներից մեկը, այնտեղ ես ապացուցում եմ, որ Հայաստանում պետականությունը առհասարակ ձևավորվել է հենց այդ ֆոնին։ Այսինքն երբ ուրանը եղել է այդ Սիերջուր կամ ջրհոս կենդանակերպերում, հենց այդ ժամանակ ձևավորվել է պետականություն, զարգացել են թագավորություններ, դա ես ապացուցում եմ 7 հայկական թագավորությունների հարստությունների օրինակով, սկսած Ուրարտուից եւ վերջացրած Հայաստանի առաջին հանրապետությունով 1918 թվականին։ Եվ հետաքրքրական է այն է, որ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ծնվել է հունվարի 9-ին 1945 թվականին, նույնպես այդ Սիերջուրը եւ ուրանը այդ պահին, երբ որ նա դարձավ նախագահ, անցնում էր հենց նրա արեգակի վրայով, շատ հետաքրքիր առանձնահատկություն է, շատ հետաքրքիր օրինաչափություն է եւ որ ընդհանրապես մարդու համար խորհրդանշում է մեծ խորքային փոփոխություններ, ընդհանրապես, քանի որ ուրանը անսպասելի փոփոխությունների մոլորակ է, արմատական փոփոխությունների մոլորակ է, կայծակնային փոփոխությունների մոլորակ է։ Այդ փոփոխությունները վերաբերվում են կյանքի բոլոր ոլորտներին։ Եվ ես չգիտեմ ինչ այսպես փոփոխություններ տեղ ունեն, հնարավոր դա գաղափարական փոփոխություն լիներ կամ ուրիշ փոփոխություն լիներ, բայց ինչ փոփոխություններ կոնկրետ տեղ ունեցան Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքում։ Բայց հետաքրքրականը այն է, որ ուրանը մուտք է գործել այժմ երկօրյակներ եւ շուտով անցնելու է Նիկոլ Փաշինյանի արեգակի վրայով, թե ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի կայծակնային զարգացումներ, ինչպիսի այսպես էքսցենտրիկ պահվածք մենք կտեսնենք Նիկոլ Փաշինյանի կողմից, դա ուղղակի այսպես թողնում եմ ձեր երևակայությանը, սիրելի բարեկամներ, պարզապես այսօր առավոտը երբ մտորում եմ, ես այդ մտքերը եկան ինձ մոտ եւ շատ հետաքրքրական է, որ եւ առաջին նախագահ եւ այսպես ասած վերջին վարչապետ, այսպես շատ հետաքրքիր ընդհանրություններ կան ուրան մորակի հետ կապված։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ, այսօր ներկայացնեմ, թե ինչի մասին ենք մենք այսօր խոսելու։ Մենք այսօր խոսելու ենք Հայաստան դաշինքի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, այսօր խոսելու ենք նաև ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի մասին, եւ շատ եք խնդրում, ԴՕԿ-ին շատ եք սիրում եւ շատ եք խնդրում վերլուծել նրա աստղային քարտեզը, չնայած ես բազմից անդրադարձել եմ ԴՕԿ-ին, նաև Anti-Fake-ի, ուրեմն այդ ոդկասթում, իմ ոդկասթում Նարեկի Վազգենի հետ շատ մանրամասն անցած տարի մենք խոսել ենք ԴՕԿ-ի մասին եւ իմիջիալոց իմ բոլոր կանխատեսումները փաստացի իրականացել են, եւ այդ ժամանակ ես ներկայացնելով վերլուծելով ԴՕԿ-ի հորոսկոպ ասացի, որ շատ ծանր զարգացումներ են սպասում եւ այդ ժամանակ նա դեռ ազատության մեջ էր, բայց շատ շուտով նա հայտնվեց անազատության մեջ։
այնպես որ բոլոր կանխատեսումները իմ իրագործվում են։ Եվ նաև կխոսենք Արտակ Սարգսյանի մասին, հա, այդ Քոչարի կուսակցության հիմնադրի մասին, որը ինձ անձամբ շատ հոգեհարազատ է, նա իմ կարծիքով իսկական հայ է, ինչու է իսկական հայ, որովհետև նա քաղաքակրթող անձ է, նա քաղաքակրթությունը զարգացնող անձ է, իսկ հայկական, այսպես քաղաքակրթության միսիան ընդհանրապես բոլոր դարերում եղել է ստեղծել նոր քաղաքակրթություններ եւ զարգացնել արդեն եղածները։ Նա իսկական հայ է, որովհետև նա հենց անգամ Կենիայում, հեռավոր այդ աֆրիկյան երկրում նա իր առաքելությունը, հայ ազգի առաքելությունը շարունակում է եւ աշխարհին ներկայանում է աշխարհին հենց այդ կողմով։ Այդ տեսանկյունից շատ իհարկե համագրելի անձնավորություն է, թե որքանով կանցնի, թե ոչ, ես խիստ կասկածում եմ, որ ինչ որ շեմը կկարողանա հաղթարի Քոչարի կուսակցությունը, որովհետև երիտասարդ ուժ է, նոր ուժ է, եւ ցավալիորեն Արտակ Սարգսյանի տվյալները ես չգտա բաց աղբյուրներում, համացանցում, եթե գիտեք, կարող եք ինձ գրել եւ առանձին ես տեսանյութ կնվիրեմ նրա ուրեմն աստղային քարտեզի վերլուծությանը, բայց ընդհանուր գործընթացները վերլուծելով մենք հասկանում ենք, որ շատ ցածր է նրա հավանականությունը Քոչը ցավալիորեն ես գտնում եմ, որ շատ ծրագիրը շատ հետաքրքիր է եւ նաեւ միակ կուսակցությունն է այդ Քոչարի կուսակցությունը, որտեղ կա նաեւ Ղարաբաղի, Նախիջևանի այդ վերադարձնելու կետերը, հա, այդ ծրագրային կետը, որ շատ կարեւոր է իմիջիայլոց հայոց պետականության պահպանման համար անպայման այս պահին, այս этаպում պետք է դնել նպատակ վերականգնել մեր իշխանությունը Արցախում եւ Նախիջևանում։ Դա շատ կարեւորագույն հարց է, դա շատ առանցքային հարց է, որի մասին ես նույնպես անդրադարձել եմ իմ եթերներից մեկում, կարող եք նաեւ բացել այս ալիքի վրա առկա են պլեյլիստներ եւ կիրակնորյա եթերներ պլեյլիստը, որտեղ իմ բոլոր կիրակնորյա եթերների տեսագրությունները կան, քանի որ ինչու եմ ես այդպիսի պլեյլիստ ստեղծել, որովհետեւ Facebook-ում արդեն եթերները պահպանվում են ընդամենը 30 օր, որից հետո ջնջվում են եւ մարդիկ, որոնք ցանկանում են, ասենք, վերհիշել իմ ասածները, իմ վերլուծությունները, դե հնարավորությունը չեն ունենում Facebook-ում չկա այլևս այդ հնարավորությունը, բայց կա YouTube-յան իմ ալիքում։ Այնպես որ անպայման բաժանորդագրվեք նախաստային խորհրդատու Աննե Հաղվերդյանին հետ YouTube-յան ալիքին եւ անպայման դիտեք այդ կիրակնորյա եթերների պլեյլիստը, Facebook-յան բոլոր եթերների տեսագրությունները այնտեղ կա։ Ну այժմ սիրելիներս սկսենք Ռոբերտ Քոչարյանի արդեն 13 րոպե խոսեցի, ես խոստանում շատ երկար չեմ զբաղեցնի ձեզ, ուղղակի կարճ խոսել չեմ կարող, որովհետև մտքերը շատ են միշտ իմ մոտ, այդ վերլուծությունները շատ են կապված քաղաքական ուժերի հետ եւ Սիրելի բարեկամներ, այժմ անդրադառնանք Հայաստան դաշինքին եւ նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանին։ Նախ վերլուծեմ ընդհանուր նրա քաղաքականություն այն ժամանակ, երբ նա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Ինչ կարելի է ասել այս անձնավորության մասին եւ ավելի շատ ես ոչ թե անձնավորության մասին խոսեմ, այլ նա քաղաքականության մասին խոսեմ։ Սիրելի բարեկամներ, ճիշտն ասած, երբ խոսում են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է ներգաղթ, ես չգիտեմ, միգուցե նրանք այլ Հայաստանի պատմությունն են ուսումնասիրել, ոչ թե երրորդ հանրապետության Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը, որովհետև կոնկրետ մեր ընտանիքում հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է արտագաղթ, այսինքն իմ ամբողջ ընտանիքը մշտապես արտագաղթել է ԱՄՆ, հենց նրա կառավարման տարիներին 2001-ից 2004 թվականների ընթացքում եւ դրանք եղել են իմ կյանքի ամենածանր տարիները, ամենաբարդ տարիները, ամենադաժան տարիները, պետք է ասեմ։ Եվ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի իշխանավարությունը եղել է իմ կյանքի ամենասարսափելի էջերից մեկը եւ թե ֆինանսական առումով, թե մյուս բոլոր առումներով, անձնական առումով
Եվ այնպես էլ խոսում է, կարծես թե նա Շվեյցարիայի նախագահն է եղել, ես սա եմ կառուցել, նա եմ կառուցել, սա եմ պողոտան եմ կառուցել, դա շատ ծիծաղելի է, քիթը ցցած, այսպես մեծամիտ, ես չեմ հասկանում ուղղակի այդպիսի սա կեղծ այսպես ասած մեծամտություն է Ռոբերտ Քոչարյան ինչու որովհետև Հայաստանը Շվեյցարիա չէ Հայաստանը չի շրջապատված բարեկամական եվրոպական երկրներով որոնք դավանում են դեմոկրատական արժեքներ եւ այլն Հայաստանը պատերազմ ամբողջ Հայաստանի երրորդ հանրապետությունը իր պատմության ընթացքում սկսած 91 թվականից եղել է ռազմական, այսպես ասած, իրավիճակի պայմաններում է գոյատևել, շրջափակման մեջ է գոյատևել, շրջապատված սարսափելի, այսպես թշնամիներ, ոխերիմ թշնամիներով, երկու թշնամիներով, ամենայն դեպս Թուրքիա եւ Ադրբեջան, իսկ երրորդը Վրաստանը սիտուացիոն թշնամի, այսինքն երբ ուզում է բացում է, երբ ուզում է լավ հարաբերություններ է Հայաստանի հետ ունենում, հատկապես պատերազմի ժամանակ է երևում վրացիների այդ երկերեսանիությունը եւ երբ ուզում է իբրև բարեկամ է հանդես գալիս Եվ այս պայմաններում հպարտանալ հյուսիսային պողոտայով, չգիտեմ, սա եմ այս ճանապարհն ենք սարքել թունելներ, դա կներեք, դա ուղղակի շատ այսպես, չգիտեմ, պոպուլիստական խոսքեր են միայն ու միայն ձեր ներքին քաղաքականությունը շատ տանուլ եք տվել ինչպես ներքին այնպես էլ արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության տեսեք ներքին քաղաքականությունը նախ եւ առաջ ամբողջ Հայաստանը վխտում էր օտար երկրյա հատուկ գործակալական ցանցով այդ սորոսական ցանցն էր ստեղծված հենց դա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերջի տարիներին եւ Քոչարյանի սկզբի տարիներին դա բավականին ակնառու երևում էր համասարաններում, չգիտեմ, ամեն տեղ, հատկապես պետական համալսարանում, ես ինքս ականատես եմ եղել այդ գործակալի, այդպես հավաքագրող մի վեցի գործակալի ներկայության, ես ինքս դա տեսել եմ, ինչպես նա հավաքագրել մարդկանց եւ չդիմադրել այդ ամենին, այդ Հայաստան բերել եւ չարգելել այդ աղանդների տարածումը, վտանգավոր աղանդներ, ինչպիսի տոտալիտար աղանդներ, ինչպիսի Եհովայի վկաներ, 300,000-ից ավել մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաներ, կյանքի խոսքը եւ այլն, դրանք վտանգավոր աղանդներ են, սիրելի բարեկամ, դուք մի նայեք, որ դա ուղղակի աղանդ է, դա վտանգավոր աղանդ է, դա տոտալիտար աղանդ է, դա մարդկու ուղեղի վրա այնպես է ազդում, որ դու դառնում ես այսպես նրա ստրուկը, ինչ ասում են քեզ ղեկավարը, ինչ ասում են, դու նա պետք է անես, հասկանում ես, եւ դա անտեսել, դա այսպես ընդունել, ոնց կարելի է դա այդպես անել, ռազմական վիճակում գտնվող երկրում վխտում են օտար երկրա գործակալներ, վխտում են աղանդներ, վխտում են, չգիտեմ, ինչ որ սորոսական այդ ցանցը գործակալական ցանց է ստեղծված Հայաստանում ստեղծված է եւ այժմ մինչ այժմ գործում է շարունակում է ծաղկել ամենահզոր այդ սորոսական ցանցը հա որը որ թամպես գրասենյակների ցանցը որը կա տարածաշրջանում նաեւ Վրաստանն էր այդ վիճակում բայց այժմ իհարկե հիմա վիճակը շատ ավելի մեղմացել է Վրաստանում իսկ մեր մոտ ահա որ շարունակում են դրանք մնալ եւ ապականել չգիտեմ այդ քաղաքացիական հասարակություն ասեմ, մարդկային ուղեղ ասեմ, ամեն ինչը, որը ի վերջո հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Այսինքն ձեր անգործությունը, ձեր այսպես անտարբերությունը կարելի ասել, այդ ամենի նկատմամբ ի վերջո հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Շատ տարօրինակ կլիներ, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը
իրենց, չգիտեմ, անբարտավան, անտարբեր քաղաքականությամբ, ներքին հատկապես քաղաքականության մասին է խոսքը, հանգեցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն եւ հիմա հերոսաբար պայքարում են նրա դեմ։ Շատ հետաքրքիր, ես ճիշտն եմ խոսում, գիտեք։ Ես որևիցե մեկին չեմ, չգիտեմ, բարձրացնում, չեմ շատ արժևորում, կեղծավոր ձևով չեմ ներկայացնելու, ինչպիսի արժանինքներ, ինչ արժանինքներ։ Ռազմական վիճակում գտնվող երկրում, շրջափակման մեջ գտնվող երկրում, Թուրքիայի նման, չգիտեմ, մեծ բանակ ունեցող թշնամու կողմից շրջափակված երկրում դուք չստեղծեցիք, չկարողացաք հասնել ի վերջո ազգ բանակ այդ գաղափարի լիարժեք իրագործման։ Ինչու չեք արել դա։ Ինչու չեք ստեղծել ռազմականացված ուրեմն բնակավայրեր Արցախում եւ Հայաստանում։ Գիտեք, խոսում են զենքի մասին, այո, մեծ քանակությամբ զենք է ունեցել Հայաստան, դա որևիցե մեկի համար գաղտնիք չէ, 6 միլիարդի մասին են խոսում, կներեք 26 միլիարդը անգամ չէր հերիքի, ինչու, որովհետև զենք ունենալը դա գործի կեսն է, այդպես ոնց որ սովետական ժամանակ խրուստալները շարում էին, այդ պահարաններում, սերվանտներում, այդ զենքը այդպես չեն օգտագործում, զենք ունենալ դա գործի կեսն է, դա պետք է ճիշտ կիրառվի, ժամանակակից պատերազմները, սիրելի բարեկամներ, տարբերվում են 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի սկզբի պատերազմներից։ Հիմա անօթաչու թռչող սարքերով է տեղում, արհեստական բանականությամբ կիրառմամբ է տեղի ունենում այդ պատերազմը։ Հիմա անհրաժեշտ են մասնագետներ, տեխնիկական լրջագույն վերազինում է անհրաժեշտ մեր բանակին։ Հիմա պետք է այդ բոլոր ենթակառուցվածքները ռազմական արդեն իսկ այսպես ստեղծվեին այնպիսի սարերում, չգիտեմ, քարանձավներում մեծ ստեղծվեին այնպիսի ենթակառուցվածքներ, որտեղ այնտեղ հենց դրվեին այդ բոլոր բայգալովկաները, այդ բոլոր հրթիռները, որպեսի թշնամին վախենար պարզապես նայեր Հայաստանի ուղղությամբ, այդ սարերի ուղղությամբ, որը հիմա նա հեշտությամբ գրավել է, իսկ ում շնորհիվ է նա հեշտությամբ գրավել այդ ամենը։ Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանչի թշնամի չի, իհարկե, նա ուղղակի հեշտությամբ կայացրել է, կատարել է այն ամենը, ինչ որ դուք չեք արել ժամանակին։ Դուք ինչ եք արել, դուք պարզապես ընդունել եք եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը փոխել եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը այնպես, որպեսզի հնարավորինս հեշտությամբ եւ երկար կառավարեք, ուրիշ ոչ մի բան դուք չեք արել։ Եվ որի շնորհիվ հենց այդ սահմանադրական լրջագույն խութերի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կարողացավ զավթել իշխանություն 2018 թվականին։ Բազմաթիվ քաղաքագետներ, վերլուծաբաններ դրա մասին են խոսում։ Եվ եթե իսկապես լինի հայկական Նյուրնբերգը մի օր, ես համոզված եմ, ես հույսով եմ, լիահույս եմ, որ կլինի այդ Նյուրնբերգը։ Դուք այդ հարցերին պետք է պատասխանեք։ Ինչու դուք չստեղծեցիք ազգային գաղափարախոսություն։ Ինչու դուք թույլ տվեցիք աղանդների այսպես ծաղկումը Հայաստանում, սորոսական ինչ որ գրասենյակների բազմացումը, տարածումը, օտարերկրյա գործակալական ցանցի տարածումը Հայաստանում։ Ինչու լուրջ ռազմական ենթակառուցվածքներ չստեղծվեցին Հայաստանում։ Հայաստանը բերդ պետություն կարող է դառնալ եւ լիարժեքորեն պայքարել բոլոր իր թշնամիների եւ անգամ հետ վերադարձնել եւ անգամ ճնշել, զավթել նրանց։ Հասկանում եք, նա ավելի ուժեղ կարող է լինել, քան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եթե մասնագիտական լուրջ ձևով վերաբերվել եւ այնպիսի ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել, այնպիսի ռազմական ուժեր ստեղծել, ներգրավելով Սփյուռքը, Սփյուռքը միայն, չգիտեմ, մշակութային, տնտեսական, ինչ որ շինարարական, գումանիտար հարցեր լուծելու համար չի է։ Սփյուռքը պետք է ներգրավել հենց քաղաքական կյանքում Հայաստանի Հանրապետության, ռազմական կյանքում Հայաստանի Հանրապետության։ Եվ դա է ձեր մեծագույն սխալը, որ դուք դա չեք արել։ Այդ բոլոր հարցերին դուք հատ-հատ պետք է պատասխանեք։ Բոլոր 3 նախագահներին պետք է դատել հենց այդ հարցի շուրջ հարցեր տալ։
Ես չեմ խոսում կոռուպցիայի մասին, չեմ խոսում վարչական ռեսուրսների մասին, չեմ դա բնորոշ է բոլոր պետություններին, անգամ Ֆրանսիան, բոլոր դեմոկրատական զարգացած երկրներում, ԱՄՆ-ում կոռուպցիան ծաղկում է եւ շատ լավ է իրեն զգում։ Ես կոռուպցիայի մասին չեմ խոսում, դա ամենակիչն է, ինչի համար դուք պետք է պատասխանեք։ Դրա համար անգամ թեկուզ չպատասխանեք։ Եվ այսպես էլ կանգնած խոսում է բանը, Շվեյցարիայի նախագահն է, այդպես էլ կանգնած խոսում է բանը, ուրեմն մենք թողել ենք Նիկոլին սիրուն սարքած շենք, չգիտեմ ինչ սարքած շենք եք թողել դուք Նիկոլին։ Ով հասել է Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Հայաստանը քանդել են։ Լևոնը կտուրն է տարել, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը պատերն է քանդել, Սերժը հատակն է քանդել։ Եվ վերջապես, բնականաբար այդ ռազմաքաղաքական կենտրոնները Հայաստանի թշնամի բերել են իշխանության Նիկոլին, եւ նա այսպես մի հատ փչելով կարող է այդ շենքը փլվել։ Առհասարակ նախապատրաստել եք շատ լավ այդ շենքը փլուզման, որը կոչվում է Հայաստան, եւ դա Նիկոլը կարող է իրականացնել, ինչու եք զարմանում։ Զարմանալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը չգար իշխանության։ Դա շատ զարմանալի կլիներ։ Ամերիկյան համալսարանի ամեն երկրորդ դասախոսը գործակալ էր։ Ամեն երկրորդ դասախոսը համագործակցում էր հատուկ ծառայությունների հետ։ Ինչ եք ուզում դուք։ Ինչ էիք դուք, ինչ նպատակ ունեիք դուք։ Հայաստանը վերածել, չգիտեմ, ինչ որ օտարերկրյա գործակալական ցանցի կենտրոնների, տարբեր ցանցերի տեղ մի 6 եւ ես կարծում եմ բոլոր աշխարհի բոլոր խոշոր ուրեմն հետախուզությունները այստեղ իրենց գործակալներին ունեն եւ մեծ քանակությամբ գործակալներ ունեն։ Ինձ էլ էին առաջարկում, այո։ Ինձ էլ էին առաջարկում։ Ուղղակի ես այդպես դաստիարակություն չեմ ստացել, որ հայրենիք ծախելով, չգիտեմ, ինչ բարձունքների հասնեմ։ Դա իմ համար անհնարին բան է։ Եվ հիմա կանգնած եք այսպես քիթը ցցած, չգիտեմ, ինչ որ մենք էս ենք արել, ենք արել։ Հիմա թուրքը կգա կկառուցի, Երևանը կգրավի, կկառուցի, չգիտեմ, Արևելյան պողոտա։ Հետո կասի, օ, ես Արևելյան պողոտա հետ ու ինչ։ Դա ինչ որ դեր է կատարում։ Սուպերմարկետներ եք բացել, չգիտեմ, ինչ որ պողոտաներ եք ստեղծել։ Բոլոր երկրներում այդ ամենը կա։ Իսկ հայոց գաղափարախոսությունը, մշակույթը, ողբերգական վիճակումը, գիտեք, եկեղեցի սարքելը դա գործի կեսն է։ Եթե այդ եկեղեցու մեջ մտնողը այդ դուխը չունի, այդ հոգևորը չունի, դա իմաստ չունի այդ եկեղեցու առկայությունը։ Ես այդպես վրդոված խոսում եմ, սիրելի բարեկամներ, որովհետև 2009 թվականից սկսած ես ձեզ ասեմ, ես դրա մասին շատ եմ խոսել, որ ինձ սկսեցին տեսիլքներ գալ 2009 թվականից սկսած հենց այն ժամանակվանից, երբ սկսվեց այսպես կոչված ֆուտբոլային կեղտոտ դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի։ Այդ ժամանակվանից ինձ գալիս ես տեսնում էի այդ տեսիլքներ եւ սարսափում էի։ Ուղղակի ես ընդհանրապես այդպես մեծ, ոչ քաղաքականության ինչ որ վերլուծաբան եմ, ոչ, չեմ հետաքրքրվել, ուղղակի կազմել եմ, ասենք, տարբեր երկրների աստղային քարտեզներ, 90-ական թվականների սկզբից են սկսել եմ զբաղվել, կազմել եմ տարբեր պետական գործիչների, բայց երբեք չեմ այսպես մտածել, որ այդ գործընթացների մեջ ինչ որ ձևով ներգրավվելու եմ, վերլուծելու եմ, դա շատ հեռու այսպես բան էր ինձանից, բայց երբ որ ես տեսա այդ բոլոր մեր սուրբ թագավորների, սրբերի, չգիտեմ, զորավարների, Վարդան Մամիկոնյանն եկավ չոկեց դեմս լացելով եւ դա ես չկարողացա ուղղակի անտարբեր լինես, սիրելիներս։ Ուղղակի չկարողացա ես, չէի հասկանում ինչ է տեղի ունենում։ Եվ որ Նիկոլ եկավ իշխանության, նոր ես հասկացա, թե ինչու նրանք լացում էին 2009 թվականից սկսած, որովհետեւ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի գալը, հա։ Դրա համար, ուղղակի դրա համար ես այդպես մի քիչ էմոցիոնալ եմ խոսում, ինձ կներեք, բայց չի լինում այդպես հանգիստ խոսել, երբ որ այդպիսի բաներ ես տեսնում։ Սուրբը երբ որ լացում է եւ ոռնում է, դա ահավոր տեսարան է, ահավոր։
Լավ, ինչևից է, այժմ անցնենք Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզի վերլուծությանը։ Ռոբերտ Քոչարյան, համեցեք լսարան։ Իհարկե, սիրելի բարեկամներ, ես բոլոր երեք նախագահների աստղային քարտեզներ շատ մանրամասն վերլուծել եմ։ Դեռևս շատ տարիներ զբաղվել եմ այդ ուսումնասիրություններով եւ այժմ արդեն մանրամասն շատ եւ գրել եմ դրա մասին եւ խոսել եմ դրա մասին, հիմա շատ այսպես կանդրադառնանք հենց ներկա իրավիճակին։ Ուղղակի ուզում եմ հիշել, սիրելիներս, երբ 98 թիվներ կարծեմ եւ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը պետք է ընտրվեր վարչապետ, թե ընտրվել էր վարչապետ, չեմ հիշում, թե նախագահական ընտրություններին, արդեն դա ես չեմ հիշում, եւ մենք քննարկում էինք այդ ժամանակ, իհարկե մենք աստղաբանական կենտրոններ ունեինք, բավական զարգացած էր աստղաբանությունը Հայաստանում, եւ իմ դասատուն Մանկուլ Վարդաշես, որը Հայաստանի Հանրապետության համար առաջին աստղաբանն էր, որի հետ խորհրդակցում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, նա ուսումնասիրելով Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզ ասեց հետևյալը. Սիրելի բարեկամներ, ես շատ չէի ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի Հայաստանի նախագահ։ Հայաստանին լավ ապագա չի սպասվում, եթե նա ընտրվի նախագահ։ Նա այդպես ասեց։ Դե մենք բոլորս, քանի որ գիտենք եւ համոզված ենք, որ նա է լինելու, ուղղակի շատ ապշեցինք այդ ժամանակ, բայց հիմա ես հասկանում եմ այդ մարդու իմաստուն խոսքերը, ինչու։ Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ նա ինքը բացատրեց նաեւ դա։ Սատուրնը սև լուսնի հետ միացած է։ Բաց աղբյուրներից գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է օգոստոսի 31-ին 1954 թվական, ժամը հայտնի չէ։ Եվ այսպես սև լուսինը Սատուրնի հետ, դա նշանակում է, որ Սատուրնը, քանի որ դա սահմաններն են, սահմանադրությունն է, օրինապահությունն է, եւ սև լուսնի հետ միությունը բնականաբար ստեղծում է խնդիրներ սահմանադրության հետ, սահմանների հետ, չգիտեմ, արդարության հետ, օրենսդրության հետ։ Այսինքն այս մարդիկ նույնը Սերժ Սարգսյանի մոտ Սատուրնը սև լուսնի հետ է, նույն թվերի, նույն թվի ծնվածներ են իրենք։ Ուրեմն սա ասեց Մանկուլը, որ Հայաստանի համար իհարկե շատ վատ է։ Իհարկե զարմանալի է մեզ համար այդ ժամանակ, բայց հիմա ես հասկանում եմ, որ իսկապես անընդհատ այդպիսի փոփոխությունների ենթարկվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, նրանք թե Սերժը, թե Ռոբերտը, նրանք բերել են լավ պայմաններ են ստեղծել, որպեսզի ընտրվի Նիկոլը դառնա վարչապետ։ Այ դա դրա մասին է խոսքը։ Դա ի նկատի ուներ Արտաշես Մանկուլովը ասելով, որ լավ չի լինի, եթե նա դառնա, այսպես նա չասեց, որ դե ես չեմ ուզում, բայց ասեց լավ չի լինի, եթե դառնա այդպես։ Ես հասկացա, հիմա նոր հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ այդ մարդը։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզը խնդիր ունի այս պահի դրությամբ, այսինքն ընտրությունների օրվա վրա եմ ես նայում այդ վերլուծությունը անում հունիսի 7 2026 թիվ։ Այստեղ նրա քարտեզում ձևավորվում է մեծ խաչ։ Ռոբերտ Քոչարյանը իհարկե դրական կողմեր նույնպես շատ ունի, ես չեմ կարող ասել, որ չունի։ Նրա աստղային քարտեզում բավականին ընդգծված է կշեռք համաստեղությունը, այստեղ Լուսինն է, Վեներան եւ Նեպտունը։ Այսինքն նա շատ լավ դիվանագետ է, նա շատ լավ կարողանում է մարդկանց հետ պայմանավորվել եւ ընդհանուր լեզու գտնել։ Նա կարողանում է տնտեսական ոլորտը լավ ղեկավարել, այո, նա կարողանում է, բայց ինչ վերաբերվում է քաղաքականությանը, հատկապես ներքին քաղաքականությանը, նա ամբողջությամբ տանուլ է տվել, հենց այդ Սատուրնի եւ Սև լուսնի միության պատճառով։ Ռազմական ոլորտում նույնպես բավականին ուժեղ է Ռոբերտ Քոչարյանը, ինչու որովհետև նրա Մարսը, ռազմի մոլորակ Մարսը գտնվում է 2 աստիճան այդ եղջյուրում, եւ ես դրա մասին բազմիցս եմ ասել, որ բոլոր 3 նախագահների Մարսը գտնվում է ռազմի մոլորակ Մարսը գտնվում է Հայաստանի Հանրապետության ասցենդենտի ծագող նշանի վրա, ծագող կետի վրա։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ Սերժ Սարգսյանի,
Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի մարսերը բոլորը գտնվում են համարյա թե նույն կետում։ Ուղղակի Սերժ Սարգսյանի մարսը հետընթաց է եւ Սերժ Սարգսյանը ծնվել է Արեգակի ամբողջական խավարման օրը, որը շատ վատ նշան է երկրի պետության ղեկավարի համար։ Եվ այսինքն նա թե իբրև ռազմական գործիչ, թե իբրև դիվանագետ, թե իբրև տնտեսական ոլորտի ինչ-որ ղեկավար, նա հիանալի է, բայց նա բացարձակ չկարողացավ իհարկե դուրս բերել Հայաստանը ներքին քաղաքականությունը բերել այն աստիճանի, որպեսզի այս թյուրիմացությունը իշխանության չգա։ Ուրեմն մարդկանց սնուցանեցին ցածրակարգ սերիալներով, կարգին հաղորդումներով եւ փոխանակ ազգային գաղափարախոսությունը զարգացնեն ազգբանակ, այդ ծրագիրը իրականացնեն լիարժեքորեն, դա մեծագույն սխալն է եղել։ Եվ այստեղ ընտրությունների օրը իհարկե եկել է իհարկե քարեր հավաքելու ժամանակը Ռոբերտ Քոչարյան եւ դու կտեսնես որ իսկապես բարդ օրեր են քեզ սպասվում հատկապես այդ բարդությունը հունիսի վերջ օգոստոս այդ կողմերը կլինի ընտրությունների օրը մեծ քառակուսի է ձևավորում Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզում Այստեղ ինչ ենք մենք տեսնում նախ Սատուրնը, որը գտնվում է այդ սահմանափակումների մոլորակ Սատուրնը, այժմ գտնվում է, գիտեք, Խոյ կենդանակերպում 12-րդ աստիճանում, ինչալոց ընտրությունների օրը շատ վատ օր է, ըստ չինական աստղաբանության ավերի ռազրուշենիայի օր է եւ նաեւ ջրային մկնի օր է, որը ամենավատն է ձիու համար, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը հիմնադրվել է հենց ձիու օրը, շատ ծանր օր է անձամբ հենց Հայաստանի Հանրապետության համար։ Դե հիմա մենք Ռոբերտ Քոչարյանի բազին չենք ուսումնասիրի, այդ դեպքում ես 2 ժամ պետք է ձեզ զբաղեցնեմ, որը չեմ ուզում։ Շատ շեղեմ ձեր ուշադրությունը, բայց այստեղ Սատուրնը դիմակայում է Լուսնին, Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզում ժամանակակից Սատուրնն ու Նեպտունը գիտեք գտնվում են Խոյ կենդանակերպում, ընտրությունների օրը Սատուրնը գտնվելու է Մարդասպանի աստիճանում, որը նույնպես շատ վատ է, նու շատ բական ծանր օր է ընտրված։ Մյուսը այստեղ գիտեք, որ նաև մոլորակները առկա են Ռոբերտ Քոչարյանի այդ եղջյուր խեցգետին առանցքում եւ այստեղ խեցգետնում շատ լավ մոլորակներ են իմիջիայլոց կուտակված եւ դա հույս է ներշնչում, որ ինչ որ երրորդ տեղը հնարավոր է զբաղեցնել, որտեղ Յուպիտերը վազվրատն է այժմ վերադարձն է Յուպիտեր մեծ երջանկության օրակ Յուպիտերը Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզում հենց նույն տեղում է գտնվում։ Նույն բայց այստեղ Մերկուրի մոլորակը կա եւ Մերկուրին անցնում է Ռոբերտ Քոչարյանի, այսինքն ակտուալ տարանցիկ Մերկուրին հունիսի 7-ին անցնելու է Ռոբերտ Քոչարյանի հարավային հանգույցով, որը նշանակում է անցյալ հենց հարավային հանգույց, այսինքն անցյալի համար պատասխան պետք է տա այդ անձնավորությունը իր չարածների համար պետք է պատասխան տա եւ միաժամանակ նաեւ ակտուալ, այսինքն տարանցիկ հարավային հանգույցը անցնում է Ռոբերտ Քոչարյանի Արեգակի վրայով, որը նույնպես թուլացնում է նրա դիրքերը այս ընտրություններում։ Եվ կարելի ասել, որ նրա աստղային քարտեզում ձևավորվում է յուրահատուկ լուսնային խավարում, որը իհարկե նույնպես լավ չի, որովհետև լուսինը գտնվում է ձկներում եւ միացած է հյուսիսային լուսնային հանգույցի հետ եւ այդ դիմակայությունը ստեղծում է իհարկե խնդիրներ եւ թուլացնում է նրա արեգակը, իսկ արեգակը դա հեղինակությունն է, ուժն է, էներգիան է եւ այլն։ Այսինքն այստեղ ձևավորվում է մեծ եռանկյունի մի կողմից այդ վերընթաց լուսնային հանգույցը այդ եղջյուրում, մյուս կողմից խեցգետնի մոլորակները եւ կշերքի եւ Խոյ կենդանակերպում գտնվող այդ մոլորակները, որ նշանակում է, որ շատ լուրջ բարդությունների առջև է կանգնելու միաժամանակ Ուրանն է մուտք գործել արդեն երկորակներ, ես գիտեք որ կույս է Ռոբերտ Քոչարյանը ըստ աստղային քարտեզի ըստ արևի եւ գնում է դեպի քառակուսի արևի, որը հղի է ամենատարբեր զարգացումներով անսպասելի։
Սա է հիմնականում, այսինքն բարդ զարգացումներ են սպասվում, այդ բարդ զարգացումները հատկապես կլինեն այն ժամանակ, երբ որ Պլուտոնը, երբ որ Յուպիտերը մուտք կգործի առյուծ, դա կլինի արդեն հունիսի վերջին այս տարվա 26 թվականի եւ Յուպիտերը սկսի դիմակայել Պլուտոնի հետ, որտեղ Պլուտոնը գիտեք որ այժմ այդ ավերիչ Պլուտոնը գտնվում է 5 աստիճան ջրհոսում եւ դիմակայելու է Յուպիտերն այս ամառ դա հուլիսը այս տարվա ամենաբարդ հունիսի վերջ եւ հուլիսը ամենաբարդ ամենածանր շրջանն է լինելու ընդհանրապես եւ միաժամանակ տարիների ընթացքում իհարկե գիտեք որ Ռոբերտ Քոչարյանի Պլուտոնը գտնվում է նույնպես առյուծում, Պլուտոնը կսկսի դիմակայել այդ Պլուտոնին, հա, դա շատ բարդ իհարկե զարգացումների մասին է խոսում։ Անցողիկ շեմը ես կարծում եմ կհաղթարի, բայց շատ մեծ դժվարություններով եւ ես կարծում եմ նաեւ հետընտրական լրջագույն զարգացումներ են սպասվում այստեղ։ Անցնենք Վարդան Ղուկասյանին, ձեր սիրելի դոկին, Վարդան Ղուկասյան, համեցեք լսարան։ Սիրելի բարեկամներ, ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում դոկ երևույթի մասին, բազմիցս քննադատել եմ որ քանի որ քուֆուրը կամ անպատվական խոսքերը դրանք սատանայի լեքսիկոն է, այսինքն ընդհանրապես քաղաքական գործին հարիր չէ, այդպիսի բառամթերքով հանդես գալ ներկայացնել որևիցե դեպքում դա հարիր չէ եւ նամանավանդ հայ ժողովրդի պես հզոր գենոֆոնդ, քաղաքակրթական գենոֆոնդ ունեցող ազգը պարզապես կործանվում է այդ քֆուրները անդադ լսելով։ Ես չեմ ասում, որ միայն նա է օգտագործում այդ բառերը, դա շատ վատ է, որ մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր այդպիսի բառեր են օգտագործում, որը շատ մեծ վնաս է բերում Հայաստանին եւ հայ ժողովրդին, ընդհանրապես քաղաքակրթական մեծ վնաս։ Ես այդ մասին շատ մանրամասն խոսել եմ, թե իմ եթերներում, թե իմ նեմնիմի ոդքասթում Վազգենի հետ եւ Նարեկի հետ շատ հետաքրիր ամանորյա այդ ծրագիրներ անցած տարի եւ դեռ նրանք ազատազրկված չէին, հա, այդ ժամանակ եւ շատ մանրամասն այդ ամենը ներկայացրել եմ։ Ինչ վերաբերվում է դոկին, դե դոկը այն եզակի քաղաքական գործիչներից է, մենք ունենք 3 այդպիսի գործիչներ, որոնք մասնակցում են այժմ ընտրություններին, դա ուրեմն Նիկոլ Փաշինյանն է, Կարեն, ասում եմ Կարեն Սամվել Կարապետյանն է եւ Վարդան Ղուկասյանը դոկը բոլորի մոտ Մերկուրին հետընթաց է, այդ 3-ի մոտ Մերկուրին հետընթաց է։ Իհարկե ամենաուժեղ Մերկուրին Նիկոլ Փաշինյանի մոտ է, չնայած որ հետընթաց է, բայց ամեն դեպքում դոկը դրանցից այդ 3-ից մեկն է, որ նրա Մերկուրին նույնպես հետընթաց է, որը հենց նույնպես նշանակում է, որ խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ կան, որ անդադ նա օգտագործում է այդ անպատվաբեր կեղտոտ խոսքերը։ Ես դա ընդունելի չեմ համարում, ես նաև համարում եմ, որ ըստ էության դոկը դրանով սատարում է Նիկոլ Փաշինյանին, ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ բոլոր նրա ձայները, նրան ովքեր տան ձայներ այդ կուսակցության հետ 15 համարին, դա ես կարծում եմ ամբողջը գնալու է Նիկոլ Փաշինյանին, դա իմ կարծիքն է։ Նու այստեղ ինչ ենք մենք տեսնում, նույնպես կա մեծ քառակուսին դա մեծ խնդիրներ են, մեծ խնդիրներ են, մեծ մարտահրավերներ են, որը բարդ իրավիճակ է ստեղծում տվյալ անձնավորության համար։ Դե դոկի մոտ հետընթաց մորակները շատ են, նա շատ ծանր կարմիկական ուրեմն անցյալ ունի եւ կին է եղել նախկին կյանքում եւ շատ Վեներա մորակը, սիրով գեղեցկության մորակը նույնպես հետընթաց է, դա նույնպես խնդիրներ սիրո հետ, խնդիրներ կնոջ, կանանց հետ հարաբերությունների հետ եւ այլն։ Նու ինչևից այստեղ Սատուրնն է անցնում Վեներավ մի կողմից, մյուս կողմից Պլուտոնն է, գիտեք որ գտնվում է կշերքում դոկի մոտ, բաց աղբյուրներից հայտնի է, որ Վարդան Ղուկասյանը ծնվել է ապրիլի 25-ին 1977 թվականի եւ այստեղ տեսնում ենք նույնպես այդ մեծ քառակուսին, հատվածաբար, այսպես ամբողջությամբ չի,
բայց այնուամենայնիվ այստեղ ուրանը դոկի կարիճում քառակուսի է կազմում ժամանակակից Պլուտոնի հետ, Արեգակը նույնպես, որը գտնվում է 4 աստիճան ցուլ կենդանակերպում եւ դիմակայում է Ուրան մորակին, այստեղ եւ մյուս կողմից Սատուրնը, որը առյուծում է եւ Պլուտոնը գնում է դեպի Սատուրնի դիմակայություն, որը շատ վտանգավոր տրանզիտ է, շատ բարդ զարգացումների մասին է խոսում։ Ընտրությունների օրը, այսինքն հունիսի 7-ին 2026 թվականին Մարս մորակը միանալու է Մերկուրիի հետ։ Ես չգիտեմ, դա անգամ հնարավոր է ինչ-որ արգելքներ լինեն այս կուսակցության մասնակցության հետ կապված կամ լուրջ խնդիրներ լինեն։ Մարսը Մերկուրիի վրա է դոկի, շատ այսպես միաժամանակ Ուրանը, անսպասելի փոփոխությունների մորակ, Ուրանը միացել է Սև լուսնի հետ, նույնպես շատ վատ է։ Միաժամանակ Սև լուսինը ընթացիկ, որը գտնվում է այդ աղեղնավորում, միացած է դոկի Նեպտունի հետ։ Այսինքն նույնպես շատ գաղտնի պայմանավորվածություններ են հնարավոր, մեջքի հետևում պայմանավորվածություններ են հնարավոր, որը որ սկսատարի այս իշխանություններին։ Իհարկե դա ձեր գործն է, դուք ում եք ընտրելու, բայց ընտրելով դոկ կուսակցությունը դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, դա լավ հիշեք։ Եվ այսինքն նույնպես բավականին բարդ է այստեղ, դա շատ եւ այդ ընտրությունների օրը նույնպես շատ բարդ ընտրությունն է, ինչու, որովհետեւ այնպեսի օր է նշանակել, որ դա իհարկե շատ ընտրությունների համար շատ անբարենպաստ, որովհետեւ Սև լուսինը դիմակայում է Արեգակին, որովհետեւ 14 աստիճան, 16 աստիճան երկորակներում Արեգակն է եւ Սև լուսինը 18 աստիճան աղեղնավորում, որը նույնպես նշանակում է, որ լինելու են հետընտրական որոշակի զարգացումներ։ Իմիջիայլոց մարդասպանի աստիճանում է գտնվում Սև լուսինը, նաև այդ ընտրությունների օրը ոչ միայն Սատուրնը, այլ նաև Սև լուսինը, նաև Մերկուրին, շատ այսպես 3 մոլորակ մարդասպանի աստիճանում։ Ես շատ բացասական եմ գնահատում այդ օրը, դե իհարկե պատահական չէ, բոլոր այդ գիտեք, որ կենտրոնները եւ ԱՄՆ-ն եւ Թուրքիան, նրանք ունեն իրենց հատուկ բաժինները, որոնք զբաղվում են այդ աստղաբանությամբ, զբաղվում են, էքստրասենսներ ունեն, մոգեր ունեն, որոնք այդ օրերը հաշվարկում են եւ հենց այդ օրերին են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության բոլոր կարևորագույն իրադարձությունները, այդ թվում նաև անկախության այդ հանրակրվեն, որը շատ վատ իհարկե օրեր ընտրված ու վատ ժամեր ընտրված, որի մասին ես շատ անդրադարձել եմ։ Կարող եք նայել եւ կիրակնօրյա եթերներում այդ պլեյլիստում եւ նաեւ բոլոր իմ նախորդ եթերներով շատ մանրամասն այդտեղ կա։ Այնպես որ սա նույնպես շատ գրեթե զրոյական շանսեր, ցածր է շանսերը, որ կհաղթահարի այդ շեմը, չնայած որ հետևորդները շատ են, բայց այնուամենայնիվ ներկայացվածություն չի ունենա 9-րդ գումարման ազգային ժողովում դոկ կուսակցությունը, ես այդպես եմ տեսնում, կամ կարող է շատ չնչին ինչ-որ բանակցությունների հետևանքով ընտրվեն եւ անցնեն իշխանության կողմը։ Ինչպես դա եղավ իմիջիայլոց այդ քաղաքապետի ընտրություններում 23 թվականին սեպտեմբերի 17-ին, երբ ըստ էության դոկ կուսակցությունը նպաստեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, Երևանի քաղաքապետ, եւ դրանից հետո 2 օր հետո, ինչպես եւ ես կանխատեսել էի, ցեղասպանություն տեղ ունեցավ Արցախում։ Ու սա շատ խորհրդանշական, որտեղ նույնը կարող է կրկնվել, չպետք է զգուշ լինել։ Այսքանը սիրելի բարեկամներ, չգիտեմ, ես ինչ էլ ասեմ դոկի մասին, դե շատ բարդ անձնավորություն է, բարդ բնավորություն ունեցող անձնավորություն է, ծանր ճակատագրով, ծանր կարմայով, նախկին կյանքերից եկող բազմաթիվ ինչ-որ պարտքերով, դրա համար էլ պատահական չէ, որ նա ազատազրկված է այժմ, տագայում թե ինչ կլինի, նույնպես այդ ազատազրկումը որ երկրներում կլինի, դա արդեն երկրորդ հարցն է։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, ցավալիորեն ես չգիտեմ Քոչարի կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյանի տվյալները ծննդյան, ես եթե գիտեք ինձ գրեք, ես անպայման առանձին վիդեով կանդրադառնամ, ինչպես շատ
անձամբ մեծ սիմպաթիա եմ գրում այդ մարդու նկատմամբ, շատ ազգասեր, իսկական հայ եւ այսքանը սիրելի բարեկամներ, ես չեմ գովաբանում, չեմ քարոզում նրա օգտին, ուղղակի դա իմ տպավորությունն եմ ասում, ընդամենը դա։ Այսքանը սիրելի բարեկամներ, այսօր մենք խոսեցինք Հայաստան դաշինքի մասին, Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզը շատ մանրամասն վերլուծեցինք, խոսեցինք ԴՕԿ կուսակցության մասին, Վարդան Ղուկասյանի աստղային քարտեզը վերլուծեցինք եւ Քոչարի կուսակցության մասին։ Կհանդիպենք շուտով եւ ես խոստանում եմ նաեւ վերլուծել մյուս քաղաքական ուժերի, նաեւ ազատ աղբյուրներից հայտնի ղեկավարների աստղային քարտեզները կվերլուծենք շատ շուտով եւ անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, երկրորդ YouTube-յան ալիքում, Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքում, TikTok-ում, Telegram-ում, Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի։